Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահական ընտրություն է։ Շինաշխատանքների պատրվակը ոչնչացվալա Արցախա Քաշաթաղի շրջանի Այգեքշենին շիական մզկիթը 32 թ44 կիլոմետր Արաքսա Արապնյա մեր ինքնիշխան տարածքին երկարությունը Մհեր Գրիգորյանը արտահերթ սահմանազատում սկսելուց առաջ պարտավոր ապարզաբան է Սյունյաց երգիր Հալամ Արցախ ընկլարվեր ասելիս են Տշնամին ազատամարտավ հնցած արցախցիներին հետի կալանավայր երասարքում։ Հինչ Հայաստանում ենք, ականատես ենք ամենօրյա ձերբակալությունների հայացք Երևանը։ Ազեր Թաջը Հայաստանա մայրաքաղաքը անվանալա Երևան։ Թուրքական ռեժիմը մերժում է փողոցը անվանակոչ է հայ բժշկի անունավը։ Թուրքական մեջլիսում Աղթամար անվան փոխարեն պաշտոնապես Աղթամար կիրառելու առաջարկ հնչալ։ Ֆրանկոֆեստ ֆրանսիական ժամանակակից գրականությունը հայերենով։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովը կազմակերպում է Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական միջոցառումը վերը 9 նոյեմբերի 22-ին ժամը 12:30-ին։ Միջոցառումը շարունակվելական է մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը հարգանքով հրավիրում է սաղ պատվիրակներին ու հյուրերի մասնակցելի հետի ընտրությանը։ Մասնակցության հետի նախապես գրանցումը պարտադիր է։ Արցախամշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը զգուշացնում է վեր բռնազավթված Արցախում Բաքվի իշխանությունները շարունակաբար իրականացնում են մշակութային ցեղասպանություն։ Նախկինում մենակ հայկական ժառանգությունն է իլել թիրախ, մեհենք նաև իսլամական հուշարձաններն են վտանգված։ Թարմ օրինակը Այգեքշենի շիական մզկիթը վերը հիմնահատակ ոչնչացվալա շինարարական գործերի պատրվակով։ Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Ռաֆիկ Հորթոշյանը փաստեր ներկայացրալ վեր անհերքելիորեն նշան ցնտան պետական մակարդակով իրականացվող ոչնչացման քաղաքականությունը։ Այս փաստերը վկայում են վեր Բաքվի պետական համակարգը գործում ավեշտաժառանգությունը պահպանելի, այլ համակարգված ոչնչացնելի հետի խախտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Հաագայի կոնվենցիայի դրույթները։ Արևելյան Հայաստանակառավարությունը արդեն հայտարարել է վեր Հայաստան-Ադրբեջանի սահմանների ճշգրտման աշխատանքներ Սյունիքում կատարվելու են, ինչից հետո մտահոգություն էին առաջացալ Մեղրու արևելյան հատվածի անվտանգության ու տարածքային ամբողջականության շուրջ։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումը ավարտեն Սյունիքում սահմանային վեճ իլյալ չի ու նախկին սահմանազատումներն բազմիցս հաստատվել են, բայց մեհենք որոշման նաև նոր արտահերթ ճշգրտումը։ Հարց է առաջանում, եթե սահմանեն վաղուց ճշտված են, ինչի մքավն զիջվալ որոշ հատվածներ, ինչի հետի պիտի կրկին սահմանագծում իրականացվի, արդյոք սա սպասարկում չի ադրբեջանա-թուրքական թայզա տարածքային պահանջն է։ Մեղրու ուղղությամբ Նռնաձորից մինչև Նախիջևան ընկած ճանապարհի երկարությունը ԽՍՀՄ քարտեզի 44 կիլոմետր է, բայց Ամերիկայի դեսպանի հայտարարություններում նշվում է 32 կիլոմետր առնվազն կասկածելի։ Այս սա հանգամանքն են, ուժեղացնում են տարածքային անհանգստությունը ու պահանջում են իշխանություններն պարզաբանում, ինչ նպատակով ու ինչ սկզբունքով են իրականացվում արտահերթ սահմանազատումն է։ Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը նշում է վեր սա հարցերը նշան ցնտան վեր այսպես կոչված սահմանազատումը համապատասխանում չի միջազգային իրավունքին այնքանով ինչքանով վեր Երևանա դեֆակտո Հայաստան իշխանությունեն օնինվեճ լեգիտիմություն բանակցելի Հայաստանը օրինական Հայաստան ու Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ հիմնվելով Սևրի դաշնագրի 92-րդ հոդվածին իրա։ Այս կեղծ սահմանազատումը իրավական ուժ օնևեջ 1905-ից 1920 թվերին բնիկ հայ բնակչության կոտորածներից, ինչպես նաև 2020 թվին Արցախում հայերի էթնիկ զտումներից ի վեր։ Սահմանեն կայլ չընկծվին բնիկ հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելով անկախ նրանից թա Արևմտյան Հայաստանում, թա օկուպացված Արցախում։ Օրը 1000 հետ Երանի իմ տամ Արցախը մեր ապրած կյանքին շտեղ միլիցիան նույնպես հայել էր։ Մեր բարիկամը, ընկնողին վեր պիցրցնողը, մեզ խոնարհաբար բարևողը, մեր ճանապարհ նշան տվողը, մեր կարգ ու կանողը պահպանողը։ Արցախում երբևէ տեսալ չենք իշխանականների սադրանքներ եկեղեցու կամ հոգևորականների հանդեպ, երբ հավատա իլել հույս Աստծո տան ծառաների հանդեպ։ Վերհավատքը մծայլալ խոնարհո միարժանի։ Հալամ Արցախ ընկլարվեր սեյսենլալ անորեն Տշնամին ազատամարտավ հնցած արցախցուց հետի կալանավայր երասարքում։ Մեր հարկադիր տեղափոխությունից վեր ականատես ենք տարալ ամենօրյա տեղի ու անտեղի ձերբակալությունների, որոնց սկիզբն ու վերջը դիել արվամ չեն։ Արցախը մեր սրբավայրն է ելել, շտեղ սահմանափակում չլար մեր ազատությանը։ Բաքվի պետական տեղեկատվական գործակալություն Ազեր Թաչը սկսալ է Հայաստանը մայրաքաղաքը կոչելով ոչ պաշտոնական տարբերակով Երևան, ինչը հարմարեցված է ադրբեջանական տառադարձությանը։ Այս սադրիչ վերանվանումը դիտվում է որպես Բաքվի կողմից դժգոհության ցուցադրություն ու կարե քաղաքական դրդապատճառները պայմանավորված ազդանշան համարվե։
Օրդու քաղաքին հայտնի բժիշկ Տիգրան Թորամանը, դեղագործ Արտեմ Թորամանը իրենց սաղ կյանքը նվիրել է մարդկանց բուժելուն, սորել հիշվում են սերավ ու երախտագիտությունով։ Իրանք անվճար բուժալն համ Օրդուի, համ էլ շրջակայքի մխիլյա բնակիչների, բայց դաժե իրենց մահվանից 3 տարի հետո տեղական իշխանությունն հրաժարվում են իրենց անունով անվանին Հայաթը, շտեղ գտնվում է իրենց 150 տարեկան հայրական տոնը։ Թորաման աղբերքը ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգներ սաղ կյանքում մնացան իրենց ծննդավայրում ու պընդ կապեր են հաստատալ քաղաքին բազմամշակութային հասարակությանն հետ, բայց վերջին տարիներին բախվել նաև անհիմն պահանջների, սեփականության նկատմամբ ոտնձգությունների ու ժխտողական քաղաքականության հետևանքների։ Հայաթի անվանակոչման խնդրանքներն մխլա հետ մերժ վալն, երբեմն դաժե պայմանավորվել ավտոնը փոխհատուցմամբ նվիրելի պահանջավ։ Դեմ Քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Վանի պատգամավոր Գյուլջան Քաչմազ Սայիղիթը թուրքական ազգային մտ ժողովը կայացած քննարկումներին վաղտը Մեջլիսի ամբիոնից պահանջալա Վանա Աղթամար կղզու պաշտոնապես ընդունված Ագդամար անվան փոխարեն կիրառել իրան իսկական հայկական անվանումը Աղթամար։ Աղբերի համաձայն Վանին այդ կնեկ պատգամավորը մասնավորապես նշալ է. անցած օրը ականատես ընկել թա հունցը Նուսաբայնի ասորական գյուղերից մեկին վերադարձval իրան իրական Արբո անունը։ Մեր կարծիքով դա շատ ղաշ ու ըստ էության ուշացած դեպք այլ, բայց նմանատիպ հարամ մխիլյա օրինակներ ունենք։ Այսպես ասում ենք Ագդամար կղզի, բայց խե չենք ասում օրինակ Աղթամար։ Ստեղ տարեկան մեհետ հայկական համայնքին թույլատրում է պատարականել։ Այնինչ հարկավեր հնարավորություն ընձեռնենք մեր քրիստոնյա քաղաքացուց վերառանց մուտքավճարի իրենց լյուբոյ վաղտ պատարակ մատուցին։ 2026 թվին հռչակալանք Ուրարտուի տարի Արդ Վանին իրան պոտենցիալը բացահայտելի հնարավորություն տվեցիք։ Երրորդ դենումնա Ագբա բանկի գլխավոր հովանավորությամբ Երևանա տեղափոխվում ֆրանսիական շունչը Ֆրանկոֆեստը։ Ֆրանսիական գիրքի ու արվեստի փառատոնին էստալ ընթերցողներին հայերեն թարգմանությամբ ներկայացվելա 4 թեզա գիրքեր։ Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գիրող փիլիսոփա Պասկալ Բրուկներն է ելել, վերիկացել էր Հայաստան մասնակցելի հետիուրյան հեղինակածին Կուճիր ամուսինը գիրքին հայերեն հրատարակության շնորհանդեսին։ Մեր գլխավոր նպատակն է թարգմանելու Հայաստանում ներկայացնել ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը տրան ներգրավվելա ֆրանսերեն գիտացող ուսանողներին, դասախոսներին ու տարբեր լսարաններին։ Ագբա բանկի հետ Նյու Մագը համագործակցում է իրեն հրատարակչական ծրագրի երևի առաջին իսկ օրվանից։ Ուրախ ենք վեր բանկը Ֆրանկոֆեստի գլխավոր գործընկերն է արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Գնահատում ենք Ագբայի հանձնարարությունը աջակցելի ժամանակակից ֆրանկոֆոն ու որակյալ բովանդակության ստեղծմանը, նշել է Նյու Մագ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Ֆրանսիական գրականությունը ներկայացնող այս փառատոնը թեզա հնարավորություն է ստեղծում ֆրանսիացի գիրողներին հետի։ Սա իմ պերվի գիրք սա Հայաստանում ու ես բավական անհանգիստ եմ տեսնալի հետի թա հունցն մարդիկ ընդունական տա։ Հայ-ֆրանսիական կապերը ավելի քան 1 դարի պատմություն ունին։ Գրականությունը այդ համագործակցության մի մասն է կազմում, նշել է գիրող փիլիսոփա Պասկալ Բրուկները։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքան ենք պատրաստած։ Սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։